ծրագիրը, որը մեզանից միայն մեր կառավարությունից, քաղաքային կառավարությունից պահանջում էր մրցույթներ հայտարարել։ Այդ գործողություններ քաղաքապետարանը չուներ։ 5 անգամ մրցույթներ հայտարարելուց հետո այդ ամեն ինչը չեղարկվեց, ժամանակը լրանալով հետ կանչվեց գումարները, նշեմ նաև, որ 124 միլիոն դրամի ծրագիր էր, այգուցի բաժինը 80 միլիոն դրամը պատկանում էր կառավարությանը, կառավարությունը պետք է ֆինանսավորել, բայց դրանից հետո մեր նախընտրական խոստումների համաձայն մենք չկայունեցինք այդ ծրագրից եւ այսօր սրանից առաջ հավաքական նիստին ներկայացվել է պատրաստի էսքիզային տարբերակը, որը շատ արագ պետք է վերածվի վերջնական նախագծի եւ հայտարարվի շինարարի մրցույթ։ Ինչպես նշված է մեր ծրագրում, արդեն քաղաքապետական շինության վրա կառուցվի, այսպես ասած, առաջվա թռչնաֆաբրիկան, չէ՞, եթե չեմ սխալվում, թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում գտնվող, այսպես ավելի իրենց առանձնացված կածարաններով, ոչ, մեր միջոցներով, քաղաքային միջոցներով կառուցենք այդ ամեն ինչը։ Ընդունված մեթոդ է, 8 տարիների ընթացքում սկզբից օրենքները ամրագրել, հետո նոր անցնել գործողություններին, սա մի կետ է, անդրադառնամ մյուսներին անպայման կնշեմ, կբարձրացնեմ, մի քանիսն են դրանց մեջ ընտրվում, ամբողջը կնշեմ։ Հաջորդը համագործակցել եւ Equity հետ պահանջել 8-րդ զինավանում գտնվող 5 շենքերը, որոնք կիսակառույց վիճակում են, եւ դրանք վերակառուցել եւ հանձնել մեր քաղաքացիներին, ովքեր երկրաշարժից եւ սոցիալական տարբեր վիճակներով, մենք ունենք այդ կոմպոնենտը, գտնվում են տնագային ավաններում։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մոտ 4 գրություն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ուղղված, եթե չեմ սխալվում, առաջինը 06-06-2020 թվականին է ուղղվել պետական քույրքի կառավարմանը, նկատի ունենալով ձեր 24-08-2023 թվականի գրությամբ ներկայացված Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում գտնվող թվով 5 անավարտ բազմաբնակարան շենքերի մասին։ Մինչ առ այսօր ուղղված գրություններին պատասխան չի եղել, մենք պետքից պահանջել ենք, որ այդ շինությունները վարչապետին է ուղղվել, տրամադրել քաղաքի բալանսին։